Բարև ձեզ, այսօր մեր տաղավարում է ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ Պարոն Աղազարյան, բարև ձեզ, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերին։ Պարոն Աղազարյան, նախ երեկվա միջադեպին ազգային ժողովում անդրադառնանք, դուք ներկա եք, ձեր տպավորությամբ ինչից ծագեց վեճը, ինչու բանը հասավ նույնիսկ հարվածներին, ինչու է իշխանությունը, ոմանք ասում են, նյարդերը տեղի է տալիս, ինչ է տեղի ունեցել, իրականում այնտեղ եք դուք։ Ճիշտ ասած, ես այդտեղ էի ամբողջ ընթացքում, խորքային, շատ խորքային բաներ, ասենք, ոչ զգացի, ոչ տեսա, ոչ էլ լսեցի, որովհետև այդպիսի բանավեճեր շատ հաճախ է լինում, հա, Գեգամ Մանուկյանը, որ Վահագն Ալեքսանյանն ասեց, գլուխդ պատովն ես տվել, ճիշտ է, այդպիսի արտահայտությունը իմ կարծիքով անթույլատրելի է եւ դրան անմիջապես պետք է արձագանքեր ազգային ժողովի նախագահը Ալեն Սիմոնյանը, որպես նախագահող պետք է արձագանքեր, բայց ինքը նախ այդ բանների հետ կապված եմ ասում, հելա որպես ելույթ ունեցող արձագանքեց եւ ես ինչքանով որ ես իրավիճակը զգացի տեսա, իմ կարծիքով առանց խորանալու նորից եմ ասում այդ լրացությունների մեջ, իմ կարծիքով այդպես էլ Ալեն Սիմոնյանը չի դառնում ազգային ժողովի նախագահ եւ հետեւաբար իր պահվածքով, իր վերաբերմունքով ինքը սադրում է նման իրավիճակներում սադրում է։ Նպատակը ո՞րն է հունից հանել ընդդիմությանը, ո՞րն է նպատակը։ Չեմ կարող ասել, որովհետև այդ ընդդիմություն, իշխանություն բանավեճը վերահսկվում մի հատ անդուր բանաձևի, ասենք, եթե հավաքում ենք մի կողմից այս նարատիվները դառնում է sense, որտեղ լավ ենք այլ Արցախը հանձնել ենք, բայց դուք եք Արցախը հանձնել։ Ասենք կարելի է բերել այդ բանաձևի մեջ տեղավորել, բայց ոչ նա ճիշտ, ես մի անգամ մի տարի կես առաջ, երբ որ վերընթերցում էի Սիմոն Վրացյանի գիրքը, այն հետևության եկա մոտավորապես, որ ինչ վիճակում որ գտնվեր դաշնակցությունը այն ժամանակ, մոտավորապես նույն վիճակում էլ գտնվում է քաղաքացիական պայմանագիրը այս ժամանակ, որովհետև այն ժամանակ էր այսպես կոչված աշխարհից լքված, միայնակ, բաց ձեռքերով պետք է դիմակայեին արտաքին լուրջ մարտահրավերների, հիմա էլ ըստ էության, ասենք 2 տարի առաջ, 3 տարի առաջ, ասենք այդ բանը, այդ զուգահեռը ես անցկացրեցի, բայց երբ որ լսում ես, ասենք հելնում ասենք Ռուբինյանը, Ալեն Սիմոնյանը, մյուսները, Հայկ Կոնջորյանը ելույթ են ունենում եւ պատմության հեռու խորքերից գալիս են ասես շերտավորված այս շերտը դաշնակցականների շերտն է, ով է շերտի մեջ է դաշնակցականը, ասինքն Քաջազունին կամ Հովհաննես Խատիսյանը դրանք հանդիսանում են Գեգամ Մանուկյանի պապի պապը։ Իրանք կապ չունեն դրա հետ։ Այն դեպքում, երբ որ մատ վերլուծես, կարող է պատահել դուք որ Հայկ Կոնջորյանի պապի պապն է եղել Հովհաննես Քաջազունին։ Կոմունիստները Հետի բանն է, անիշա, Վարդան Ղուկասյանը եւ ամոթ չի անում, աղոթում է, բան անում։ Կոմունիստ լինելով հանդերձ աղոթում է ու դառնում է բան քաղաքապետ։ Էսի կոմունիստների շերտն է, էսի ռամկավարների շերտն է, էսի հնչակների շերտն է, ու դեպի պատմությունից գալիս ենք, հասնում ենք այս օրերը, բերում ենք վեճը դարձնում ենք անիրական։ Պատմության մեջ եւ ռամկավարները, եւ հնչակները, եւ կոմունիստները բոլորը ընդհանրապես եղել են մեր նախնիները, մեր հայ ժողովրդի նախնիները բարի եւ բուն իմաստով եւ նաեւ քաղաքական իմաստով։ Այսինքն այդ պատմության եւ քաղաքականության կրողն ենք բոլորս սխալների եւ ճշտի կրողը, ով Քաջազունի սխալների, Սիմոն Վրացյանի սխալների ճշտի կրողը նույնքան, ինչքան որ Գեգամ Մանուկյանն է, նույնքան Ալեն Սիմոնյանն է, նույնքան էլ ես։ Որտեղ մերն են եղել դրանք, իրանք մեր պատմությունն են։ Այսօր էլ որոշումներ են կայացվում, երբեմն դժվարագույն որոշումներ են կայացվում, ոչ պիտի ասենք դավաճան են, են, չեն կարող ծառայում են սրան նրան, հա կարող է հետո սխալ որոշումներ կայացնեն։ Պետք է այնպես անենք, որ այդ սխալ որոշումների կայացնելու հավանականությունը փոքրանա, թիվը փոքրանա, վնասակարությունը փոքրանա, բայց երբ որ դու այդ պատմությունը շերտավորում ես ու գալիս ես հնուց եւ այդ
անընդհատ շահարկում ես ու ասում ես լավ ենք արել, Արցախը տվել ենք, բայց դուք Արցախի հանձնեցիք, դա դառնում է բան անհասկանալի, եւ դառնում է անիմաստ։ Բայց այս դիսկուրսը ամեն դեպքում ինչ որ մի նպատակ ունի, այս փուլում նախընտրական տարի է շուտով լինելու, ինչ որ ձևով փորձում են։ Դե հա, բնականաբար նպատակ ունի, մի քանի նպատակ ունի։ Օրինակ ԿՊ-ի որոշ ներկայացուցիչներ ուզում են ցույց տան վարչապետին, որ իրենք ավելի նիկոլական են, քան մյուսը։ Այդ գիծը կա։ Ցուցակներ եւ այլ։ Մյուսը համախմբված իմաստով հակազդում են ընդդիմությանը, հակազդում են իրենց ընդդիմախոսներին ընդհանրապես, ոչ միայն խորհրդարանական ընդդիմությանը, որպեսզի առաջիկա արտահայտ կամ հերթական ընտրությունների ժամանակ, ասենք, իրենց դիրքերը պահպանեն։ Այդ բնական է, արդեն միասնական իմաստով, հա լավ են անում, բնականաբար պետք է ամենիշն անեն, որովհետև Գյումրի եւ Փարաքյալի ընտրություններից հետո, նաեւ ոչ վաղ անցյալում Երևանի ընտրություններից հետո, այդ իմաստով վիճակը շատ դժվար է, բայց այստեղ մեզ շատ նուրբ հարց է առաջանում, շատ նուրբ հարց։ Այսօր գոյություն ունի քաղաքական հավասարակշռություն մեր հասարակության մեջ։ Մի հենասյունի վրա դրված է մի հատ ձող, շատ թույլ կայունություն, այս ձողի մի մասում, պայմանական, մի մասում Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան եւ դրա շուրջ պատտվող արբանյակների համախումբն է, այս մյուս ձողի այս մյուս մասում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը վարչապետի գլխավորությամբ եւ էլի մի քիչ որոշ արբանյակներ եւ այդ հավասարակշռությունը պահպանվում է։ Այսինքն մեկի գոյությունը պայմանավորվում է մյուսի գոյությամբ եւ հակառակը։ Հիմա ինչ է պետք անել, որպեսզի այդ արատավոր վիճակից դուրս գալ, այդ քիչ առաջ ինչ-որ խոսում ենք այդ մասին, նաև այդ արատավոր վիճակից դուրս գալ, դա պետք է ընդհանրապես հենասյունը վերացնել։ Պետք է այդ հավասարակշռությունը վերացնելու համար կա մի ճանապարհ կա։ Նախ ցանկացած իրավիճակում լուծում կա, չկա այդպես իրավիճակում լուծում չլինի։ Կարող ես գտնել այդ լուծումը, թե չես կարող գտնել այդ լուծումը, դա այլ բան է։ Հիմա տվյալ դեպքում այդ իրավիճակից դուրս գալու համար եւ քաղաքական դաշտը ավելի այսպես դարձած համապարփակ դարձնելու համար պետք է այդ հենասյունը վերացնել։ Այդ հենասյունը կարելի է վերացնել մի հատ ուժեղ քաղաքական հարվածով։ Այդ քաղաքական հարվածը կարելի է իրականացնել լայն կոնսոլիդացիայի շնորհիվ հստակ ծրագրային դրույթներով։ Վերացում է այդ հենասյունը, այդ հավասարակշռությունը վերանում է եւ լինելու այդ կոնսոլիդացիայի, այսպես ասած, անդամներ, ովքեր են, որ ուժերը, պարոն Աղազյան, որտեղ մենք տեսնում ենք, մեր քաղաքական դաշտը ձեր ասած քաղաքական դերակատարների շուրջ ամբողջ պտտվում, այլ դերակատարներ մենք չենք տեսնում։ Քաղաքական կոնսոլիդացիան պետք է լինի ամբողջ քաղաքական դաշտ մինուս Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան իրենց առանցքի շուրջ մարդիկ եւ մինուս Նիկոլ Փաշինյան իր առանցքի շուրջ գտնվող ուժեր եւ մարդիկ։ Մնացածների շրջանակում պետք է լինի քաղաքական կոնսոլիդացիան։ Կհաջողվի կոնսոլիդացիան անել, այդ հենասյունը կքանդվի, չի հաջողվի, ուրեմն մարտահրավերները։ Օրինակ ասեք մի քանի ուժերի, որոնք կարող են օրինակ համախմբել եւ այդ ուժերի, այդ ձեր ասած հավասարակշռությունը քանդել։ Նպատակարար չեմ գտնում հիմա ասեմ, բայց դրանք կան։ Ես այդ մասին խոսամ երևի մի ամիս կես, երկու ամիս հետո։ Անմիջապես եթե արտահայտությունից անմիջապես դրանից առաջ էլի։ Հենց դա է ուզում ասել, դուք վերջին շրջանում մշտապես պնդում եք, որ կգնա Փաշինյանը արտահերթ ընտրությունների։ Շարունակում եք այդ կարծիքին մնալ։ Ես համոզված եմ, որ Գյումրու ընտրությունների արդյունքով պայմանավորված պետք է դա տեղի ունենար, դե սխալվեցի հիմա փաստորեն, բայց այդ հարցը օրակարգային մնում է, որովհետև ենթադրենք, թե ես քաղաքացիական պայմանագիր կուսակցության մեջ լինեի այս պահին, ես ամեն ինչ անելու էի, որ թիմը գնար։ Այսինքն օրակարգային իշխանության համար։ Աջան։ Օրակարգային իշխանության համար այդ հարցը, այսինքն ինքը պետք է ձգտի։ Այո, օրակարգային իշխանության համար։ Որովհետև քանի գնաց վիճակը դժվարանալու է իրենց համար, որովհետև փուչիկ տնտեսության այսպես կոչված աճով, երբ որ ռեալ կյանքը զուգահեռ գնում է եւ քաղաքացին չի զգում ես որ բանը խապտվում ես։ Դեք հաշվարկներ են բերում, ես վերջերս նույնիսկ գրավոր հաշվարկ ներկայացրեցի եւ ունեի եւ ներկայացրեցի որ պետքա, որ տնտեսական աճը ոչ թե ռեալ է, ոչ թե 5.9% է, այլ 3.7% տնտեսական աճը։ 5.9%-ը որտեղ նորմալ աճ է, չկա այդ տնտեսական աճը։ Այս տարի էլի նախատեսված բանը չի լինելու,
Այսինքն շատ ծրագրեր չեն կատարվել կամ պարտք է վերցվելու։ Այդ պարտք վերցնելը դա մի հատ ուրիշ խնդիր է։ Ստեղ են, ասենք, մանիպուլյացիաներ անում մեր որոշ տնտեսագետներ։ Հա դե պարտք է 50%, հնայի միջև 50-60%-ը կարելի է պարտ վերցնել։ Այո, ասում են ռիսկային չէ սպահին հնայի համար։ Այո, դա շատ ճիշտ է, բայց մի բանա պարտքը միջինացված 4%-ով, մի բանա պարտքը միջինացված 8%-ով։ Այսինքն, երբ որ մենք խոսում ենք այդ մասին, որ հնայի միջև 60% եւ այլ նորմալ է, մենք նկատի ունենք, որ հնայի, որ պարտքը պետք է լինի միջինացված 3-ից 4%, բայց այսօրվա դրությամբ պարտքը 7-ից 8%-ի արանքում է գտնվում միջինացված։ Հետևաբար $10,000 պարտքը 8%-ով մի բան է, $10,000 պարտքը 4%-ով լրիվ ուրիշ բան է։ Հետևաբար սա էլ է վտանգավոր տնտեսական կայունության համար եւ ընդհանրապես Այսինքն իրավիճակը տնտեսական գնալով ավելի վատանալու է։ Ես անցած տարի ասել վատանալու է, հələ որ ԿՊ անդամ էի, փողերի տեղն ասում էի, այդպես էլ այդ փողերի հետևից չգնացինք, հակառակը ավելեցինք այդ ոլորտը։ Բա որ ասում եք վատանում է տնտեսությունը, դες ինչ էին հակադարձում իշխանության ներսում։ Դե մեծ մաս ասենք մեր գործընկերները այդ բանը Սադրում էին, ասում են, չէ։ Ներողություն չէ։ Մեծ մասը այդ բանը լավ չէին պատկերացնում, ասենք թե ինչ նշանակում վատանալ։ Իսկ նրանք ովքեր որ պատկերացնում են Գևորգ Պապոյանը, Պարոն Թունյանը եւ այլ մյուսները, նրանք բանը հակադարձում են, որ չէ, այսօր սենց է, ստեղ նախադրյալներ ենք ստեղծում, հետո տնտեսական աճի համար շինարարությունը հեսա փողերը չի տվել, շինարարությունը հեսա փողերը կտա, շինարարությունը արդեն բան ալնում։ Արդեն տկը ալնում, արդեն բանը հազարավոր մարդիկ բնակարան ստանալու գումարները վճարացնելու պարագայում, վարկ վերցածնելու պարագայում խնդիրներ ունեն։ Եվ այդ խնդիրը խորանալու է եւ չի լինելու եւ հետեւաբար այդ իմաստով վիճակը իշխող քաղաքական ուժի համար դժվարանալու է եւ իրենց շահերից էր բխում, որ գնային արտահերթ ընտրությունների։ Այդ լոգիկան է։ Եվ նաեւ արտահերթ ընտրությունների ժամանակ հիմա այս հիմնավորումներն են, որ ձեզ խոստացել է, որ եթե չեղավ էլ հիմնավորումները գիտեմ թե ինչու։ Եվ նաեւ արտահերթ ընտրությունների ժամանակ ըստ Հայաստանի Հանրապետության օրենսդրության նախընտրական ցուցակները կազմվում է կուսակցության ղեկավար մարմինը, այսինքն վարչությունը։ Քաղաքացիական պայմանագրի կուսակցության դեպքում ցուցակների մոտ կազմվում է քաղաքացիական պայմանագրի կուսակցության վարչությունը։ Բուտ Նիկոլ Փաշինյանը եւ այս ստեղծված իրավիճակում երևի թե նույնիսկ ճիշտ է որ հենց Նիկոլ Փաշինյանը այդ ցուցակները կազմի միանձնյա, այո, միանձնյա, որովհետեւ խմորումներ կան, բաներ կան, այս պայքարը, այս մեկը մյուսից առաջ չգնելով թե ավելի նիկոլական, բայց տակը բան չկա, մեկը դա տակը բան չկա։ Նիկոլը մնացել է օդում կախված արդեն, ինքը արդեն հերանալներ չունի իր քաղաքական թիմում, որտեղ ոչ մեկին ոչ ինքն է լսնում, ոչ էլ ինչ-որ մեկը միտքը արտահայտում, որ կարողանա այն կարելի լինի իր համար եւ հետեւություններ անի։ Հետեւաբար արտահայտությունների հնարավորություն կտար, ինքը կազմել ցուցակ, աղազերն հովիկին արդեն դվռնդել ենք, բանը վիլեներ իրեն մի քիչ տեղ պահեց հանեցինք, ծերի ժողովուրդ, էս էլ իմ ցուցակը, մի քանի օքել հանեցինք Ոտք տանք ուրիշ տեղեր գործեր կտանք, ես իմ ցուցակը ես գալիս եմ նոր կոստյումով, նոր վերնաշապիկով հայցելու ձեր վստահությունը վանանելու համար։ Իշխանությունը շարունակելու համար, որպես իմ ծրագրերը, որ նկատեմ, ձեզ տեղ հասցնեմ, բայց նաև այդ ճանապարհը բերում է ավտորիտար իշխանության եւ այդ թիմներ, որ ինքը ստեղծի, այսպես կոչված, էլի կտրված արնելու թիմից, որովհետև այդ թիմը չի լինելու ըստ էության, եւ հետեւաբար վերահսկելու ավտորիտար իշխանության, որը շատ վտանգավոր է Հայաստանի համար, եւ հետեւաբար մեր պարոն Ասլանյանի եւ իմ կողմից հիմնադրած կուսակցության ծրագրային դրություններից մեկը այն է, որ պետք է Նիկոլ Փաշինյանը հեռանա իշխանությունից, որովհետև ինքը սպառվել է եւ քաղաքականապես, եւ բարոյապես, եւ հոգեպես, եւ ֆիզիկապես։ Իմիջիալս կուսակցությունը գրանցվել է ձեր։ Այդ փուլում ենք, ասեմ, մենք թղթերը հանձնել ենք, փաստաթղթերը հանձնել ենք, բոլոր սպասում ենք, մի երկու անգամ դիտողություններ եղավ առանց հանձնելու ճշգրտումներ անեցինք, հիմա արդեն հանձնել ենք, սպասում ենք այդ մեկ ամսյա, այսպես կոչված, որոշում կայացնելու
ժամանակացված ճավարտին։ Երբ որ ասում եք պարոն Աղազարյան, ցուցակը կազմելով արտահերթի ժամանակ Փաշինյանը միանձնյա որոշումներ կկայացնի, անկախ արտահերթ կլինի հերթական, Նիկոլ Փաշինյանը չի ի վերջո որոշելու, ինքը ինչ որ մեկին կլսի, կասի, չէ, այս դեպքում պետք է վարչությունը, որովհետև մենք տեսնում ենք, եթե ինքը ինչ որ մի բան է որոշում, վարչությունը միաձայն իր ցանկությունները կատարում է, իր որոշումներն ընդունում է։ Դե կներեք, մի քիչ անձնավորում եմ, ասենք, հենց բանել այն է, որ մենք ինչու պարոն Ասլանյանի հետ հանդիպեցինք այս վիճակում, որովհետև այն ժամանակ, երբ որ քննարկումներ լինում եւ այլ, մենք առանձնանում էինք մեր, ասենք, կարծիքով։ Այնպես չի, որ մենք միշտ գտնում ենք մեր կարծիքը ճիշտ է, բայց մենք առանձնանում ենք մեր կարծիքը ոչ թե ինքնանպատակ։ Տեսեք, երբեմն լրագրողական համույթը ինձ դիտողություն անում, որ բանա վարչապետի բանն եմ ասպես կոչված, խոսափողն եմ, չգիտեմ ինչ եմ, կամ մի անգամ էլ Միքայել Մելքումյանը հետ հանդիպման էինք իր դահավարում, ասա պարոն Աղազարյան, տպավորություն է ստեղծվում, որ երբ որ վարչապետը մտածում է ինչ-որ վտանգավոր միտք, գաղափար, փորձի ինչ անի, ձեր միջոցով է ինքը դնում շրջանառության մեջ, դիսնի ժողովրդի ինչ ռեակցիա է տալիս, հետո որ իմանա ինչ է ինչ։ Այսինքն արտակուստ այդ տպավորությունն է ստեղծել, օրինակ մասնավորապես իմ հանդեպ, չէ, բայց ներսում ես անհաշտ դիրքերի վրա եմ եղել միշտ։ Եվ ես մենակ չեմ եղել, ոչ թե պարոն Ասլանյանը եւ ես, այլ էլի մարդիկ են եղել, որոնք ասենք ունեցել են սեփական կարծիք հայտնելու, ասենք բան, այսպես կոչված սովորույթ եւ նաեւ հնարավորություն։ Բայց հիմա մեզ դուրս մղելուց հետո այդ բանը վախեցրել են աչքը։ Այդ բանը զրոյացել է։ Այն որ բանը Սիսա Գաբրելյանը երբ որ դատախազ եկել էր բանի ինձ անդրմեր խելությունից զրկելու միջնորդությամբ, երբ որ ես ելույթ ունեցա, Սիսա Գաբրելյանը հարց տվեց, նախադասություն ասեց, որ սենց մենք աշխարհի ամենալավ իշխանությունն ենք։ Ում խոսքերն են սրանք, պարոն Աղազարյան։ Ասեցի իմ։ Ասա բա, ասի բա այն ժամանակ ես ձեր հետ էի։ Դրա համար էիք աշխարհի ամենալավը։ Հիմա ես ձեր հետ չեմ։ Ասում դառնում եք ամենավատը։ Իմիջիայլոց ձեռնմխելիություն զրկվելուց հետո ինչպես է պատգամավորական կյանքը շարունակվում, պարոն Աղազարյան, դա խանգարում է թե օգնում է ձեզ։ Մի փոքր խանգարում է, որովհետև բոլոր դեպքերում բանա հարցականություններ, փաստաբանի հետ շփումներ եւ այլ ժամանակ եւ էներգիա պահանջում, բայց բանա այդ խանգարելը այդքան էական չի։ Հայ, որպես պատգամավոր օրենսդրական իմաստով, շատ արդեն մենք նախագիծեր ենք ներկայացրել, օրենսդրական նախաձեռնությունն ենք պարոն Ասլանյանի հետ, մի փոքր խանգարել է, բայց մյուս առումներով այդքան էլ չէ։ Հիմա ընդդիմադիր շրջանակներ կան, պարոն Աղազարյան, որ կարծում են պետք է այս փուլում Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու գործընթաց սկսել։ Դուք ինչ եք կարծում, որպես նաև նախկին թիմակից Նիկոլ Փաշինյանի, այդ գործընթացը, եթե հիմա մեկնարկեն, նախ դուք անձամբ կմիանաք այդ գործընթացին եւ կարող է հաջողել այս փուլում, այսինքն կստացվի այս գործընթացը։ Ես քանի որ նմանատիպ շփումներ չունեմ, նմանատիպ թեմաներով չեմ խոսացել եւ ասենք հարցի մեջ չեմ խորացել, առավել եւս որ կգա արտահայտություններ կամ հերթական ընտրություններ շատ ժամանակ չի մնացել եւ հետեւաբար այդ հարցին ես չեմ կարող պատասխանել։ Չեք պատասխանելու նաեւ որ եթե լինի կմիանաք թե ոչ իմպիչմենտին։ Չեմ պատասխանելու նաեւ եթե լինի կմիանանք թե ոչ հարցին։ Կներեք։ Վերջերս երբ որ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները չէին մասնակցում նիստին, Ռուբեն Ռուբինյանը եւ դուք երկուսով եք, դուք եւ պարոն Ասլանյանը, ասաց ընդդիմությունը չկա, Աղազարյանը եւ Ասլանյանը, դուք էլ այնտեղից ասեցիք, մեկ էլ ընդդիմություն չենք, հա, դուք այսինքն ընդդիմություն չեք։ Ընդդիմություն չկա, բացի Աղազարյանից եւ Ասլանյանից, ես ասեցի, մենք ընդդիմություն չենք, մենք իշխանություն ենք, որովհետեւ մենք շարունակում ենք մնալ այն արժե համակարգի կրողը, որով քաղաքացիական պայմանագիր եկել է հեղափոխությամբ իշխանության, իսկ իրանք շեղվել են այդ արժե համակարգից։ Հիմա ժամանակավոր այդ ֆունկցիաները կատարում են, դե ոչ թող կատարեն։ Ի վերջո ձեր տպավորությամբ ինչ է քաղաքացիական պայմանագրի ներսում այս փուլում կատարվում, այսինքն նշեցիք, որ Նիկոլ Փաշինյանը օդում կախված է, հենք չունի։ Չէ, ամեն ինչ շատ վատ է, որովհետև այդ վիճակը ես նկարագրեցի, այդ հավասարակշռության կարող է այս ձողը ասես պատտվի եւ
քաղաքացիական պայմանագիրը դառնա ընդդիմություն եւ Ռոբերտ Քոչարյան Սերժ Սարգսյան առանց կդառնա իշխանություն, մոտավորապես այնպես ինչպես Գյումրիում։ Ես տեր եմ ժողովրդի ընտրությանը, դրա մասին դա մի գոթ ես ոչ Պարոն Ղուկասյանի ոչ ճանաչել եմ, առանձնապես շփում եմ ունեցել, որոշ ժամանակ պատգամավոր ենք եղել, բայց այդուհանդերձ Գյումրիում ինչ տեղի ունեցավ։ Գյումրիում, որ քաղաքացիական պայմանագիրն ասում է մենք 36%, 36.24% ձայն ենք հավաքել, աստված տա որ նույն բանը լինի համապետական ընտրություններում, եւ դա մեր համար շատ էական է, եւ իշխանությունը եկել, ասենք Վարդան Ղուկասյանը դիմադիր կոնսոլիդացիայի շնորհիվ։ Այս իրավիճակը կարող է պատահի տեղի ունենա Հայաստանով մեկ։ Այսինքն կարող է պատահի տեղերը փոխվի։ Քաղաքացիական պայմանագիրը զողը պատտվի, Հարություն Աշճանով եւ Ռոբերտ Քոչարյան Սերժ Սարգսյան առանց կդառնա իշխանություն, իսկ քաղաքացիական պայմանագիրը դառնա ընդդիմություն։ Էլի իրար ասենք պահեն։ Բայց մեր նպատակն է այդ հավասարակշռությունը փլուզել, որովհետև որքան որ վտանգավոր է Նիկոլ Փաշինյանի հետագա իշխանության գլուխ լինելու հանգամանքը, ոչ պակաս վտանգավոր է Ռոբերտ Քոչարյան Սերժ Սարգսյան առանցքի ուժերի նորից իշխանության գալու հանգամանքը։ Հետևաբար այդ առանցքից դուրս գտնվող ուժերը պետք է գտնեն բանաձև եւ այդ բանաձևի շուրջ համախմբվեն եւ այդ հավասարակշռությունը խախտեն։ Բայց տեսեք Գյումրի օրինակն եք բերում, Գյումրիու հետ կապված իշխանությունը հաշ չի իրականության հետ։ Կմարսի այս հաղթանակը ընդդիմության, այսինքն իրենք հետ ընտրական գործընթացների իրավական չեն սկսի, օրինակ Վարդան Ղուկասյանի հետ մշտական։ Այդ է արդեն բանը, որքան որ հետևել եմ Գյումրու process-ներին, գործընթացներին, ես կարծում եմ, որ ցանկացած վանաձորյան տիպի միջամտություն արդյունք չի հասնի, որովհետև Վարդան Ղուկասյանը դրան պատրաստ է եղել եւ պատրաստ է պատիվ իրեն եւ ոչ ավելի կվատթարացնի իշխանությունը իր վիճակը այդ կտրվածքով եւ հետեւաբար եթե անել իվնաս իրեն լինելու եթե չանել այս բանալն այս իրավիճակն լինելու իսկ բանը ընդհանրապես ժողովրդավարության տեսանկյունից ինչ սարսափելի բան է տեղի ունեցել որ Գյումրեցին գնացել է, այն Գյումրեցին, որ Նիկոլ Փաշինյանն ընտրել է վարչապետ, գնացել է Վարդան Ղուկասյանն ընտրել է քաղաքապետ։ Երկուսն էլ պարտավոր են աշխատել Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ եւ օրենքներով նախատեսված կարգով, թող աշխատեն։ Թող Վարդան Ղուկասյանը ամեն վարքյան, Վարդան Ղուկասյանը չէ, իր շրջապատը ամեն վարքյան իմանա, որ եթե մի սխալ քայլ արեց, ապա իր լիդերին Վարդան Ղուկասյանին դնելու է ծանր իրավիճակի մեջ։ Հետևաբար կաշխատի 10 անգամ ավելի զգոն, 10 անգամ ավելի մաքուր կներեք բարես համար, ուրիշ իմաստով կներեք, եւ քշահի ով քշահի այն Գյումրեցին, որ Նիկոլ Փաշինյանն ընտրել է վարչապետ, Վարդան Ղուկասյանն ընտրել է քաղաքապետ։ Ինչ կասես սարսափելի քաղաքագիտական, ժողովրդավարական իմաստով ինչ է տեղի ունեցել։ Ոչ մի սարսափելի բան։ Հա, երբ որ մենք նայում ենք Փարաքիար, մենք նայում ենք Գյումրի, մենք նայում ենք բանը Երևան, ասում ենք հավանական իրավիճակ կարող է պատահի փոխվի նաև համապետական մասշտաբով։ Հա, երկրներ կան, որտեղ որ տեղականի կառավարման մակարդակով ձախողում է իշխանությունը, հրաժարական է տալիս գմին ընտրությունների։ Հիմա չասենք, չտվեցին հրաժարական փաստորեն, էլի թող չտան, թող հաշվի առնեն այն սխալները, որոնք բերեն այդ վիճակին եւ այս սխալները ուղղելով Էլի թող պետությունը շահի, էլի այն նույն Գյումրեցին, որ Նիկոլ Փաշինյանն ընտրել է վարչապետ, Վարդան Ղուկասյանն ընտրել է քաղաքի ղեկավար, էլի կշահի դրանից ելնելով։ Կշահի, որ իշխանությունը քաղաքացիական պայմանագիրը հայտարարում է Սարիկ Մինասյանը, որ ճգնաժամ է լինելու եւ պետք է գնանք նոր ընտրություններ։ Չի կարա, Սարիկ Մինասյանը այդքան քաղաքական եւ նաեւ կներեք թողիքների հազար անգամ եւ մարդկային քաշ չունի, որ ճգնաժամ առաջացնի։ Իր 14 հոգուց մի քանի հոգի աշխատելու են Վարդան Ղուկասյանի հետ հանուն Գյումրի քաղաքի։ Այսինքն դուք տվյալներն եք թե ենթադրում եք, որ կաշխատի։ Ես համոզված եմ։ Տվյալներ չունեմ։ Եվ կստացվի Ղուկասյանի պաշտոնավորումը շարունակել անխոչնդոտ առանց խնդիրների։ Ես դրանում վստահ եմ։ Եթե նույնիսկ ինքը ձերբակալվի կանոնավորվել։ Միևնույնն է, իշխանությունը աշխատելու է եւ իր թիմը աշխատելու է։ Ես դրանում ավելի քան վստահ եմ։ Հետևելով նույնիսկ եմ ասում գործընթացներին 1-2 անգամ պարոն Ղուկասյանին երևի բարևել եմ, երբ որ հեղափոխությունից հետո ինքը Բարգավաճ Հայաստանի պատգամավոր էր, ես էլ արդեն նոր պատգամավոր էի դառել։
Գուցե այդ հեռանկարն է իշխանության անանք ստացնում, որ ստացվելու է իշխանությունը պահել Գյումրիում ընդդիմության կողմից։ Դե հիմա այստեղ դառնում է շագրերի կաշի վարիանտն է, տարբերակն է դառնում։ Ոնց անի իրան դեմ առնելու։ Հա, հետո ճիշտ է։ Եթե հիմա Վարդան Ղուկասյանը մնաց իշխանության, եթե մնաց իշխանության, համապետական ընտրությունների ժամանակ 10%-ն չի հավաքելու ԿՊ-ն Գյումրիում եւ ոչ միայն Գյումրիում, այդ տարածաշրջանում։ Դա ակնհայտ է։ Եվ հետեւաբար իրենք կարող է մտածել ընդհանուր փոխել այդ իրավիճակը, բայց կարող է պատահել ուրիշ ավելի բացասական էֆեկտի բերի, չես կարող արդեն ասես թե որն է ճիշտ է այս պահին, ոնց էլ անես, ասես սխալ է, որովհետև սխալ ճանապարհը տաճար չի տանում։ Ինչու Գյումրու ընտրությունները չհանգեցրին համապետական ինչ-որ գործընթացները։ Ինչու Գյումրու ընտրությունը մնաց Գյումրիում։ Ես ինչի ասում, որ Գյումրու ընտրությունները պետք է բերեն արտահայտ ընտրությունների, որովհետև փաստորեն ոչ թիմը, քաղաքական թիմը լծված էր Գյումրու ընտրություններով եւ վարչապետին զեկուցում էին բարբերաբեր, ջախջախիչ, ավելիչ, կոտորածածին հաղթանակով ինֆորմացիաներ էին տալիս, դե վարչապետը ինչպես հաղթեք, օրենք չխախտեք, ընտրակաշառք չբաժանեք, մարդկանց չճնշեք, օրենքով ստամակալքով ինչ անում եք անեք, վիլեների կասեք հանգած չխմի, հելի դուրս, ենթադրենք թե հաղթեք։ Չեք հաղթել, դե հաջողություն ձեզ։ Տրամաբանական չի։ Խիստ տրամաբանական է։ Չէ, իրենք ասում են մենք ամենաշատ ձայներն ենք հավաքել։ Ես էլ ասում եմ աստված տա, որ հերթական կամ արտահայտությունների ժամանակ այդքան ձայն հավաքեն իրենք։ Աստված չգիտեմ ինչքանով կտակ թե չի տա, բայց ես ահագին կանեմ որ տենց լինի։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։